Հոկտեմբերի 11-ին Սրբոց թարգմանչած տոնի առիթով Մայրաթորի Ռուբեն Սևակ թանգարանը մեկ նկարի ցուցադրություն նախագծի շրջանակում Երվանդ Քոչարի Սուրբ Մեսրոպ Մաշտոց նկարը ներկայացրեց։ Այն կցուցադրվի մինչև նոյեմբերի 1-ը։ Տարբեր առիթներով դուրս բերվող ստեղծագործությունները հիմնականում Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուից են։ Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել էր Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու ծխական անդամներից Նարեկ Սպարտակյանը։ Մեկ նկարի ցուցահանդես նախագծի շրջանակներում այս տարվանից սկսյալ ներառեցինք նաև թարգմանչած տոնը, քանի որ թարգմանիչ մեր վարդապետներին նվիրված բավականաչափ դիմանկար գեղանկարներ կան եւ առաջինը ներկայացրեցինք մեր հավաքածուից, առաջ Աստված հառաջիկա տարիներից կներկայացնենք թարգմանիչ մեր վարդապետներին նաև այլ հավաքածուներից, որովհետև պատկերը դա նաև հիշողություն է։ Պատկերի հիշողությունը դրոշմվելով այսօրվա սերունդների մեջ, նրանք կապվում են անցյալի հետ եւ կամրջում են գալիքը ներկային։ Փարիզից Երևան վերադառնալով Քոչարը հայ ականավոր գործիչներին նվիրված շարք է պատկերել։ Դրանցից մեկն էլ այս նկարն է, ասում է արվեստաբան Զարա Դիլանյանը։ 1962 թվականին նա իր ստեղծագործությունը նվիրել է Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին գահակալության 7-րդ տարեդարձի առթիվ։ Նկարի հետ կապված այլ տեղեկություններ հայտնի չեն։ Նա միշտ ռեալիստական ոճով էր կազմում իր նկարները եւ այստեղ եւս տեսնում ենք Մաշտոցին ոտքից գլուխ գունեղ ֆոնի վրա պատկերված, կարելի է տեսնել նաեւ մեր դրոշի գույները։ Մաշտոցը շատ ահեղ ու շատ ազդեցիկ կերպար է որպես պատկերված, նրա ձեռքին մագաղաթե գիրն է, որտեղ հայոց գրերն են պատկերված եւ իհարկե մակագրությունը Քոչարի։ Իրականում նա Փարիզից երբ վերադարձավ Հայաստան, հայտնվեց մի շատ տարօրինակ միջավայրում, ուր տիրում էր գեղձիկը եւ մատնությունը, եւ իր երևանյան շրջանը նա նվիրեց ստեղծելու այնպիսի կերպարներ եւ ստեղծագործություններ, որոնք նվիրված են լինելու մեր պատմական հիշողությունը վերականգնելուն եւ ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ Եթե ուշադիր լինենք, նրա այդ շրջանի գործերում անչափ շատ են պատմիչների, գրողների եւ պատմական հերոսների նվիրված ստեղծագործությունները։ Ինչպես հայոց մեծ թարգմանիչները հայերեն դարձրին համաշխարհային միտքը, միևնույն ժամանակ շարունակելով մնալ այդքան ազգային, ինչ ունենք նրանցից սովորելու այսօր եւ ամենքս, որն է թարգմանչած տոնի խորհուրդն ու պատգամը։ Այս մասին էր Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող ձեռագրագետ աստվածաբան Արմինե Մելքոնյանի բանախոսությունը։ Անշուշտ 5-րդ դարը մեր ոսկեդարն է թարգմանիչների գործունեության, բայց մենք ունենք հետագա շրջաններ եւ նաեւ թարգմանիչների գործունեության շրջանակը լեզվական առումով շատ լայն, այսինքն թարգմանություններ են արել հունարենից, ասորերենից, ավելի ուշ արաբերենից, վրացերենից, լատիներենից, ամեն անգամ բաց լինելով, պատրաստ լինելով ժամանակի մտքի թռիչքները վերցնելու եւ փոխարենը նաեւ վերադարձնելու համաշխարհային մշակույթին, որովհետեւ գիտենք, որ այդ բնագրերից շատերի բնագիրը ուղղակի չկա եւ հայերեն թարգմանությունները ուղղակի բնագրային սկզբնաղբյուրի արժեք ունեն։ Սրբոց թարգմանչած նվիրված տոնական օրը Ռուբեն Սևակ թանգարանում ամփոփվեց համերգային ծրագրով։ Ներկաների համար ելույթ ունեցավ Արար երգչախումբը։ Մերի Հովսեփյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։